Մեր երկրի առաջ երկու այլ ընտրանք է։ Առաջինը ինչպես առաջարկում է իշխանությունը մոռանալ մեր պատմությունը, մոռանալ 1.500.000 անմեղ սպանված հայերի ճակատագիրը։ Ու դրա դիմաց պատկերացնում եք, իրանք առաջարկում են մեր ամբողջ պատմությունը մոռանանք, 1.5 միլիոն մարդու ճակատագիր մոռանանք, դիմացը առաջարկում են էժան, ասենք, լոլիկ Թուրքիայից բերենք։ Որն է մեր գնահատանքը ընդհանուր, մենք մեր հանդեպ, մեր որպես ազգ, մեր ազգային ինքնասիրության։ Ասում են սա սադրանք է, պարոն Կարապետյան, Թուրքիայի դրոշ այրելը, այս պահանջատիրական թեզերը։ Մեր պահանջը ցեղասպանության ճանաչումն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել է ցեղասպանությունը, սադրանք է դա։ Ֆրանսիայի Հանրապետությունը ճանաչել է ցեղասպանությունը, սադրանք է դա։ Իհարկե սադրանք չէ։ Մեզ պետք է ցեղասպանության համաշխարհային ճանաչում, մեզ պետք է, որ վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է հայերի անմեղ հայերի կոտորածը, ինչպես դա երկարաժամկետ տարածաշրջանում արդարության վերականգնման միակ լավ ճանապարհն է, ազգերի միջև խաղաղության երկարաժամկետ եւ համերաշխության հաստատման միակ ճանապարհն է։ Եթե մեկը ստիպում է քեզ 1.5 միլիոն քո ազգի մեծ նշանակալի մասի ճակատագիրը մոռանալ, սպանդ իրականացնելուց հետո եւ դու ընդունում ես, որ կարելի է քո հետ այդպես վարվել, դու ընդունում ես, որ քո հետ այդ մեթոդներով են շփվում։ Երկրներ կան, դուք նայեք հոլոկոստի օրինակով, ինչպես է աշխարհում մինչև հիմա, ինչպես ուժ վերցրեց Իսրայելի պետությունը հոլոկոստի իր տանջանքներից, իր ազգի տանջանքներից եւ վերածվեց տարածաշրջանային տերության։ Մեր կյանքի փորձը, մեր պատմական փորձը մի բանի մեջ է, ապացույցը մի բան է, առաջին հանրապետության պատմական փորձի ապացույցն է մի բան։ Մենք պետք է իհարկե տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց այդ լավ հարաբերությունները պետք է չլինեն արյան վրա, պետք է լինի արդարության հիմքով։ Թուրքիայի հետ հարաբերությունները մենք պատրաստ ենք վերականգնել առանց նախապայմանի, բայց թուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք։ Եղել է այդպիսի բան, մեր նախնիները այստեղ են տեղափոխվել բռնի, նրանց մեծ մասը, հարազատների մեծ մասը ճանապարհին սպանվել է։ Դա ճշմարտություն է։ Եթե մենք մոռանում ենք հիմա, մենք դուռ ենք բացում, ապագայում ասում ենք, որ մեզ հետ այդպես կարելի է։ Արդեն վարվել են մեզ հետ 2023 թվականին Արցախի բռնի տեղահանումը, էթնիկ զտումներ, Թուրքիայի փոքր եղբայրը Թուրքիան ներգրաված են այս բոլոր գործընթացներին, ձեր կուսակցությունը, ձեր ուժը ինչ առաջարկ ունի արցախցիների համար։ Մի բան ասեմ, որ Արցախի մեր հայրենակիցները այստեղ են ու ողջ առողջ, դրա մեծապես դեր ունի ցեղասպանության ճանաչման վերջի 50 տարվա քայլերը, որովհետև Ադրբեջանի նախագահը ամեն դեպքում կպահել է սահմանափակման մեջ իր նկրտումները եւ մեծի մասամբ մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը մինչև Հայաստան վտանգի տակ լինելով նրանք հասել են Հայաստան։ Սա ապացույց է, որ ցեղասպանության ճանաչումը ունի երկու կարևոր հիմնաքար։ Առաջինը ապագայի համար կանխարգելում, որպեսզի մենք ունենանք, հետագայում չունենանք այդպիսի մեր պատմության մեջ այդպիսի իրադարձություններ, իմանան, որ ով անում է, պահանջատեր ենք մենք, երկարաժամկետ 100 տարի անցնի, 130 տարի անցնի, մենք լինելու ենք պահանջատեր։ Փաշինյանը ասում է, որ հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային խաղացողների համար, այսպես ասած, իրար դեմ պայքարի գործիք է եղել։ Նա մատնանշում է, որ մեր տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է, թեր բնակեցված է։ Թող Փաշինյանը չզուգորդի երկու բան։ Նա այստեղ խաղ է ներկայացնում մեր հասարակությանը, հայոց ցեղասպանության ճանաչումը եւ տարածքային նկրտումները երկու տարբեր բաներ են։ Մենք պետք է հայոց ցեղասպանության ճանաչումը որպես արդարության վերականգնում։ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ։
գնալու եք Արևմտյան Հայաստան։ Չունի տարածքային նկրտում։ Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում։ Հայ ժողովրդի հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ նկրտում։ Եվ նա թող երկու բաները չմիացնի երկու հարցերը։ Միայն Թուրքիայից չէ, չունի Որևէ նկրտում Արցախը ասեմ։ հարցեցիք հարևաններից։ Այո, բոլոր հարևաններից Հայաստանի Հանրապետությունը չունի նկրտում։ Այդպես Արցախը Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել, անկախ միավոր է։ Ճանաչված անկախությամբ, իր անկախության օրով Այդ դրա վերաբերյալ ինչ գործընթաց է սպասում, եթե դուք գաք իշխանության։ մենք պետք է իրականության առերեսվենք, ճիշտ ամենամեծ այս պահին ուղղակի մեր Արցախահայերի իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ վերադառնալու իրավունքն է։ Պարոն Կարապետյան, ձեր ուժը Հայաստանը եւս մեկ անգամ եմ ուզում նշեմ, Հայաստանը տարածքային նկրտում չունի, Հայաստանի Հանրապետությունը տարածքային նկրտում չունի, տարածաշրջանային որևէ երկրի հանդեպ։ Ուղղակի մենք երկարաժամկետ արդարության կողմնակից ենք։ Մենք կողմնակից ենք։ Արդարությունը մեր նախնիներից սպանել են 1.5 միլիոն մարդ, պետք է Թուրքիայի Հանրապետությունը եւ թուրքական հասարակությունը ընդունի այդ մեղքը, որ Օսմանյան կայսրությունը, Թուրքիայի Հանրապետության նախորդ պետությունը, Օսմանյան կայսրությունը կատարել է այդպիսի ոճիր իր տարածքում ապրող հայերի եւ մյուս քրիստոնյաների հանդեպ։ Պարոն Կարապետյան, մի հարց էլի, օրինակ նայեք, ընդդիմադիր ուժերը հիմնականում իշխանության ինչում են մեղադրում, ասում են մոռացության եք մատնում Արցախի, բայց մի կողմից երբ որ թեզերը լսում ենք, որևէ ուժ որպես այդպեսին կոնկրետ ընդդիմադիր նկատինում, կոնկրետ տեսլական չի ներկայացնում, թե Արցախի հետ կապված ինչ է պատկերացնում, ինչ է լինելու, որն է սրա պատճառը։ Տեսլականը ես ձեզ ասեմ, քանի որ 8 տարվա ընթացքում Արցախի հայերի իրավունքների կարգավիճակի քննարկումները իջել է միայն վերադարձի իրավունքի մակարդակի, մեր երկրի, մեր ժողովրդի հիմնական նկրտումը, որ հայերը իրավունք ունեն իրենց հայրենիք վերադառնան այս պահին։ Եվ նաև երկրորդ հարցը Արցախահայերի համար ապահովել Հայաստանում ապահով բնակություն, տների հետ կապված խնդիրը լուծել Արցախահայերի, բայց պետք է հիշենք մի կարևոր բան, երկարաժամկետ մեզ պետք է ունենալ ուժեղ երկիր, որպեսզի այս տարածաշրջանում քամիների, այս բազմակի քամիներով անցնող բարդ տարածաշրջանում մենք կարողանանք երկարաժամկետ լինենք գործոն լինելու հնարավորություն ունենք։ Աշխարհում շատ են օրինակները, որ փոքր երկրները ավելի լավ կազմակերպելով դարձել են գործոն եւ դարձել են տարածաշրջանում խաղաղության հիմնական թելադրող։ Շնորհակալ եմ։ Պարոն Կարապետյան, մի բան էլ, Սամվել Կարապետյանը երբ է պատրաստվում ասուլիսով հանդես գալ, քանի որ արդեն Կամ պրոցեսներ հանդես կգան հայտարարությամբ։ միջև Կարոզ Արշավի մեկնարկը Հանդես կգան հայտարարությամբ։ Շնորհակալ եմ։